Մայիսի 7-ին վաղ առավոտից վեր սկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Մեր տեղեկություններով Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Հայկական ժամանակը գրել է, որ ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նշենք նաև, որ Սարգսյանը նշել է, որ զրույց է տարվել նաև 2-ամյա փոքրիկի քրոջ հետ, որը 3-ից 4 տարեկան է։ Նշենք, որ մարդիկ ակտիվորեն միանում են որոնումներին, նաև կամավոր կերպով տարբեր քաղաքներից և գյուղերից շատերը գալիս են Մարմարիկ իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերելու որոնողական աշխատանքներին։ Օրագիր Նյուսը երեկ այցելել էր Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ, տեղում ուսումնասիրելու 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքը։ Զրուցել էինք երեխայի ծնողների, հարազատների, համագյուղացիների հետ, փորձելով պարզել, թե որ փուլում են այժմ որոնումները և ինչ վարկածներ են շրջանառվում երեխայի գտնվելու հնարավոր վայրերի վերաբերյալ։ Գործ անելուց եմ եղել Բաքում, առաջացել եմ դեպի տուն, կինս հարցրել ա երեխան ուր ա, ասել եմ տուն ա եկել։ Հավանականությունը մեծ ա, որ գողացած կլինեն, ման են գալիս, երեխուց ոչ մի բան չկա, թշնամի չունեմ, մարդ էլ չկա, որ կասկածեմ, Օրագիր Նյուսի հետ զրույցում ասել է երեխայի հայրը։ Ընտանիքն արտակարգ ընտանիք է, իմ հարևաններն են, իրենց թոռնիկը իմ թոռնիկն էլ է, տենց կարելի ա ասել։ Մենք բակում էինք, երբ ծնողները վազելով եկան, հարցրին կարողա Տիկոյին տեսել եք։ Երեխան այդքան չէր կարող գնալ, քանի որ 2 տարեկան էլ դեռ չկա, հազիվ տոտիկ էր անում, մեզ հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։ Վերջին օրերին շատերն են արձագանքում Մարմարիկ գյուղում անհետացած փոքրիկ Տիգրանի գործին։ Տարբեր վարկածներ են շրջանառվում գետն ընկնելուց մինչև կենդանու կամ անհայտ անձանց կողմից առևանգվելու հնարավորությունը։ Այս հարցերում ցանկանում եմ խոսել միաժամանակ որպես իրավագիտություն ուսումնասիրած մարդ և որպես մայր, որի երեխան գտնվում է նույն տարիքային խմբում։ Նախ գետն ընկնելու վարկածն առաջին հայացքից հնարավոր է թվում, սակայն իրականում իրատեսական չէ, հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Երեխայի ծնողներն իրենք են նշել, որ Տիգրանը լիարժեք քայլելու հմտություն չունի։ 2 տարեկան չլրացած երեխան, որը դեռևս տոտիկ է անում, չի կարող այդքան կարճ ժամանակում միայնակ անցնել բակը, հասնել գետի մոտ ու անհետանալ առանց որևէ մարդու ուշադրություն գրավելու։ Բացի այդ, խոսքը վերաբերում է ցերեկային ժամերին, երբ գյուղում, հատկապես գարնան այս շրջանում, մարդիկ գտնվում են դրսում, աշխատում են կամ պարզապես քայլում։ Նման շարժը պիտի աննկատ չմնար, ավելին, եթե նման բան տեղի ունենար, հաստատ կլսվեր երեխայի ձայնը, լացը կամ կարձանագրվեին գետն ընկնելու հետքեր։ Ինչ վերաբերում է գողացման կամ առևանգման վարկածին, դա ևս մեծ կասկածներ է առաջացնում իրավական տեսանկյունից։ Բաց տարածք, ցերեկային ժամ, տեսանկարահանող սարքեր, հարևաններ, բաց ճանապարհներ, այս պայմաններում միանգամից երեխայի առևանգումն անհնարին կլիներ առանց որևէ տեսանելի գործողության։ Եթե նույնիսկ հանկարծ այդպիսի բան տեղի ունենար, ապա անպայման պետք է լինեին վկաներ, որոնք կտեսնեին կամ կլսեին ինչ-որ բան։ Այդպիսի հանգամանքներ, սակայն, չկան։ Տարածքի, խանութների կամ տների տեսախցիկները որևէ արտառոց, շարժ չեն արձանագրել։ Այդքան պլանավորված գործողություն անհնար է լիներ կազմակերպել առանց որևէ տեսանելի հետքի։ Կենդանու կողմից երեխային տարված լինելու վարկածը ևս բացառված չէ տեսականորեն, բայց գործնականում իրատեսական չէ։ Նման դեպքերում նույնպես հատկապես ցերեկով պետք է աղմուկ լիներ, մարդիկ անպայման կարձագանքեին։ Միայնակ շարժվող գիշատիչ կամ մեծ կենդանի գյուղի ներսում չի կարող աննկատ անցնել։
Եվ հիմա որպես մայրիկ ուզում եմ կիսվել այն զգացողությամբ, որն ինձ անդադար տանջում է այս օրերին։ Իմ որդին 3 տարեկան 4 ամսական է, այդ տարիքի երեխաները սկսում են ճանաչել տարածք, զգում են վտանգ, ունեն ինքնապաշտպանական վնաս, զգուշանում են աղմուկից, անծանոթ մարդկանցից և մենակ մնալուց։ Ես խորապես հավատում եմ Տիգրանը դեռ տարածքում է, հնարավոր է թուլացած, քնած կամ նույնիսկ անգիտակից վիճակում, բայց նա այնտեղ է, և եթե որոնումները շարունակվեն նույն հոգատարությամբ ու ամեն քարի տակ նայելու համառությամբ, հնարավոր կլինի նրան գտնել, գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Հիմա ամենակարևորը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ միասնական աղոթքն ու կենտրոնացած որոնումը։ Մեղադրանքները չեն օգնում ոչ ծնողներին, ոչ փրկարարներին, ոչ փոքրիկին։ Այս ցավն այնքան խորն է, որ հնարավոր չէ միայն բառերով նկարագրել։ Իսկ այդ ցավը ապրողներն այսօր միայն ծնողները չեն։ Մենք բոլորս ենք նրանց կողքին որպես ազգ, որպես համայնք, որպես մարդիկ։ Տիգրան ջան, դու մենակ չես, քեզ ամբողջ մի ժողովուրդ է փնտրում ու քեզ համար աղոթում։ Տեր, ողորմություն արա, լույս բեր այս խավարի մեջ, ուժ տուր փրկարարներին, ուժ տուր մայրիկին և փրկիր մեր փոքրիկին, քո ձեռքերում է նրա կյանքը, պահիր նրան։ Արդեն 3-րդ օրն է ողջ ազգով սպասում ենք այն լուրին, որը պետք է փոխի այս սարսափելի իրականությունը։ Այս պահին յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր է, յուրաքանչյուր տեխնիկա անփոխարինելի։ Եվ հիմա փոքրիկի հայրը անձամբ դիմում է մեզ, մարդկանց, ովքեր ունեն հատուկ դրոններ, հատկապես այնպիսիք, որոնք ծառերի մեջ կամ բարդ ռելիեֆով տարածքներում կարող են շարժվել։ Հիմա խոսքը միայն տեխնիկայի մասին չէ, խոսքը մարդկային խղճի, պատասխանատվության ու միասնականության մասին է։ Եթե ունեք դրոն այնպիսի, որ կարող է օգնել որոնողական աշխատանքներին, օրինակ ծառեր սրսկելու կամ բարձր ճշգրտությամբ տարածք սքանավորելու համար, խնդրում ենք ձեզնից կախվածը արեք։ Տիգրանի հայրը կապվել է բլոգեր TikTok-ից հայտնի Տարոն Սարգսյանի հետ, հույսով, որ այս ուղերձը կլսվի ճիշտ տեղում։ Ոչ մի տեխնիկա այս պահին ավելորդ չէ, ոչ մի մարդ այս պահին անգործ չի կարող մնալ, եթե հնարավորություն ունի օգնելու։ Եվ եթե նույնիսկ գետի վարկածին մենք բոլորս էլ դժվարությամբ ենք հավատում, միևնույնն է, փնտրելու փորձերը հույսը չկորցնելու վերջին վայրկյանն է, որովհետև այս փոքրիկը դեռ կարող է մեզ հաղթանակի մասին լուր բերել։ Աղաչում ենք, տարածեք այս գրառումը, ով կարող է թող կապ հաստատի ծնողների կամ Տարոնի հետ։ Ամեն մի րոպեն կարևոր է, ամեն մի շարժում փրկության հնարավորություն։ Աստծո հրաշքով Տիգրանը պետք է վերադառնա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա։ Շնորհակալ ենք և աղոթում ենք։